Ուրախ եմ, որ դու գոնե երջանիկ ես։ Այսինքն կներես սխալ արտահայտվեցի։ Առաջ որ մտածում էի նոր էի խոսում, հիմա մտքիս եկածը ասում եմ։ Բայց դե դու ինձ կհասկանաս, եթե ոչ ճապայելով, հա մայիս։ Ապրես որ Էլենին բաց չես թողել։ Էլենը քո կյանքի ամենաճիշտ ընտրությունն էր։ Իրոջան, կներես, որ ձեզ մենակ թողեցի։ Եթե ձեր հետ լինեի, հնարավոր է ամեն ինչ ուրիշ ձև դասավորվեր։ Դու ավելի պատասխանատու խնդիր ունեիր։ Ես քեզ իմ կյանքն էի վստահել, Լուիզին։ Ռազնից պատմել է, բայց ես ուզում եմ, որ դու ինձ ասես, ուզում եմ քեզնից լսել։ Ամեն ինչ արդեն պատրաստ է, կարող եք գալ։ Ձխում ես։ Չէ։ Բարով ես եկել, Միրոջան։ Սառա։ Ես գնում էիր։ Հա, տաքսի եմ պատվիրել, են էլ հասցեն սխալ է հասկացա, հիմա փորձում եմ ուղղել։ Լավ է հասցրեցի, պատվերը հանի, ես քեզ կտանեմ, շատ կարևոր գործ ունենք։ Ինչ գործ։ Ես կարևոր հանդիպում ունեմ, ինչի՞ չէիր զանգել։ Սառան, հենց բան չէր, որ պիտի զանգեի, ասացի ավել լավ գամ։ Նստի գնանք։ Լավ։ Աբոլ, քեզ շատ եմ սիրում։ Ձենը չլսվի։ Պարզ է։ Ասեցի չլսվի, բայց հələ լսվում է։ Հալո։ Հա ջան։ Կներես խառն էի։ Տանը չես։ Չէ, գործերով։ Բան է եղել։ Ոչ մի լուրջ բան։ Ուղղակի ուզում եմ իմանալ ոնց ես։ Ուզում եմ մի քանի հետաքրքիր բան պատմեի, բայց եթե զբաղված ես, ոչինչ հետո կպատմեմ։ Խոստանում եմ, հենց ազատվեմ անպայման կզանգեմ, որ պատմես այդ հետաքրքիր բանը։ Լավ։ Ես վաղվանից եմ գործի գնալու, բայց այսօր ուզում եմ մի պահ մտնեի օֆիս։ Ինձ թվում է մի քանի կիսատ գործ ունեմ։ Համ էլ կվերցնեմ տանը կնայեմ, որ վաղը նորմալ աշխատեմ։ Դե ես կգամ քո հետևից։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ։ Ամեն անգամ ասում եմ, որ էլ չեմ հանդիպելու հետդ, բայց Եմ որ ասում էի, այդ ձենդ կտրի։ Այդ հլը ուժի մեջ է։
Այ ինչ լավ սեղան է սարքեմ, Էլենա։ Իրո, ինչ ասել Ռազա։ Ասել այն ինչ կա։ Այս Լուիզը ոնց կարար տենց բան անել։ Այդ երեխեն պիտի օգներ իրան հաղթահարելու բոլոր դժվարությունները։ Այդ երեխեն պիտի ուժ տար Լուիզին ապրելու համար։ Ինչա ուժեղները տենց չեն անում։ Պատերազմի ընթացքում, պատերազմից հետո ինչքան երեխա է ծնվել, անհեր մեծացել։ Լուիզը ուժեղ մարդ էր, ոնց է տենց բան արել։ Ինչա ես սխալ եմ հասկանում, թե ամեն ինչ սխալ եմ պատկերացնում Մայիս։ Մայիս, դու պիտի որ իմանաս որտեղ է Լուիզը։ Ես ամբողջ գիշեր մտքով կռվել եմ Լուիզի հետ, համ կռվել եմ, համ փորձել եմ արդարացնել, համ էլ մտածել եմ, որ դու կարող ես ինչ-որ բան իմանաս, կամ Էլենը։ Մերս ինձ ասում է, անցյալ ես գնում։ Բա ուր գնամ։ Ուր գնամ, Մայիս, եթե ես չեմ կարողանում այստեղից սկսել կյանքս, ուր գնամ։ Պիտի հետ գնամ, որ կարողանամ, չէ։ Եթե դու էլ մորս նման ես մտածում ու ինչ-որ բան գիտես ու ինչ չես ասում, Մայիս, իմացի, դու ինձ լավություն չես անում։ Միրո, այն ինչ պատահեց, բոլորիս համար էլ անսպասելի էր։ Շատ դաժան էր Միրո։ Ինքը հիասթափված էր ամեն ինչից, հուսահատված։ Լուիզը չէր ուզում ապրել։ Դու չկայիր, ինքը իրան շատ մենակ էր զգում, լրիվ հուսալքված էր։ Բա երեխեն։ Ես չեմ արդարացնում իր արարքը, բայց չեմ էլ կարամ մեղադրեմ Միրո։ Մենք չգիտենք, թե մեզնից ով ինչպես իրան կպահի այդ հանգամանքում։ Իր համար լրիվ անորոշություն էր, անորոշություն ապագայի հանդեպ ու ընդհանրապես։ Հիմա ինքը Ամերիկայում է, հեռախոսի համար հասցե անհնար է թողած չլինի։ Չէ, Միրո, չգիտեմ։ Էլենն ու Լուիզը ոնց որ քույրեր լինեին։ Հնարավոր է, որ Էլենը մի բան գիտենա։ Քո կարծիքով, եթե Էլենա ինչ-որ բանից տեղյակ լիներ, ես չէի իմանա, Միրո։ Ամեն ինչ պատրաստ է, նստենք։ Էլեն, դու ինչ գիտես Լուիզի մասին, որտեղ է, ինչով է զբաղվում։ Անհնար է կապ չունենաս հետը, չեմ հավատում մի տեսակ։ Ախր դուք շատ մտերիմ էիք, նա քեզ շատ էր վստահում։ Միրո ջան, Լուիզին վերջին անգամ 25 տարի առաջ եմ տեսել։ Հետո միակ բանը, որ գիտեմ իր մասին, որ գնաց Ամերիկա։ Դե Ամերիկանն էլ մեծ երկիր է։ Ես չէի կարող իրեն գտնել, եթե ինքը չուզեր։ Արդեն նստենք, հա։ Միրո ջան, հասկանում եմ դժվար է քո համար։ Դժվար է կյանքը շարունակել են նույն կետից, որ կետից բաց ես թողել։ Բայց դու պիտի առաջ շարժվես։ Հա, դու չես փոխվել։ Բայց քո շուրջը ամեն ինչ փոխվել է։ Դե նստի լավ։ Արի։ Մինչև գնալը գոնե կասես ինչ գործի մասին է խոսքը։ Ձայնագրություն կա մեր մոտ։
հեռախոսազանգուրացիա։ Բնականաբար գաղտնիության պահ կա։ Դրա համար էլ որոշվեց, որ հենց դու թարգմանես։ Պարզ է։ Այդտեղ լավ չի լսվում ու արագ են խոսում։ Ինչ որ անհասկանալի ակցենտով։ Հավանաբար մեկն ադրբեջանցի է, մյուսն էլ այլազգի ու շատ վատ ադրբեջաներեն է խոսում։ Մի խոսքով սա արմենակ դու գլուխ կհանես։ Շնորհակալ եմ։ Դու միշտ հրաշալի համոզում ես, երբ որ ուրիշի գործը ստիպում ես, որ ես անում։ Ես խնդրում եմ, չեմ ստիպում։ Այ եթե ստիպելու լիներ, կստիպեի ինձ հետ ինչ-որ միտեղ մի բաժակ սուրճ խմեիր։ Գնանք։ Լսել եմ լավ հարաբերությունների մեջ ես գերուղի հետ։ Շփվում եք։ Քանի որ առանձին ենք դուրս գալու, քեզ տեղ հաջողանամ։ Տենց ուզիչ բաներ մի արա։ Ուզում եի գրկեի։ Հրաժեշտի երեկո չի։ Աբուլ, կարամ մի բան հարցնեմ։ Ասա։ Ես ով եմ քո համար։ Արի չասեմ։ Թե չա ավելի վատ կզգաս քեզ։ Դուրս գամ, թե դուրս կգաս։ Ես հիմա կգամ։ Մի բան կեր Միրո ջան, անընդհատ խմում ես։ Ռազի հետ ինչի չեք խոսում։ Էդ ինքն է ասել։ Հենց հետա ինքը ոչ մի բան չի ասել։ Որ քիչ խմի, խոսել էլ կկարողանա։ Մարդավարի խոսել։ Մայիս, Հա, գիտեմ։ Ռազի մասին եմ խոսում։ Մասիվցի Ռազի։ Այն Ռազի, որ բոլորս ազդվում էինք, օրինակ էր բոլորիս համար։ Բայց ինչ արեց։ Այդ խմիչքով իր կյանքը կործանեց։ Դու Լուիզին ես մեղադրում, որ թույլ էր։ Ռազն էլ էր թույլ։ Միրո, Ռազից էլ ոչ մի բան չի մնացել։ Ինչ արեց իր կյանքի հետ։ Այդքան բանի միջով անցած տղեն թքեց իր կյանքի վրա։ Դու պիտի Ռազի կողքին մնայիր։ Չթողեց Միրո։ Թողելով չի, Մայիս։ Թողելով չի։ Ինչի մենք սենց ենք եղել։ Հələ հիշի, որ որևէ մեկիս օգնության կարիք էր պետք։ Չէինք հարցնում, օգնում էինք ու մնում էինք կողքը մինչև վերջ։ Ու բարձվում է ինչ, եկել եմ, իմ երկու ընկերները չեն խոսում իրար հետ, կռված են։ Կռված չենք։ Նորմալ է։ Լավ, արի քեզնից խոսենք, հա, այս թեման հետո։ Ոնց ես, պատմի։ Ինչ ես մտադիր անել։ Ինչ պիտի արվի քո համար։ Ինձնից խոսելու ոչ մի բան չկա։ Բայց ու սենց պարապ չես մնալու, հարի մի զբաղմունք գտնենք քո համար։ Իմ առաջին զբաղմունքը Լուիզին գտնելն է։
Ես ավելի լավ գնամ, մայիս։ Չէ, սպասի, չես գնա։ Մի րոպե սպասի, հիմա կգամ։ Միրո ջան, բան չկերար։ Էլեն, ես այնքան լավ եմ ճանաչում Մայիսին, Ռազին։ Կապ չունի իմ բացակայությունը։ Մարդ ինչքան էլ մեծանա, ինչքան էլ փոխվի, բայց մի բան կա, որ մնում է անփոփոխ։ Այդ մարդու աչքերն են։ Ու ես հասկանում եմ, որ ինձ խաբում են։ Մայիսի ու Ռազի թեման է, թե չկիմանամ։ Բայց Լուիզի պահն էլ ինչ-որ մինչև վերջ ճիշտ չեն ասում։ Հիշի հլը, հիշի քեզ ոնց էիր օգնում մեզ, երբ ես ու Լուիզը կռված էինք, դու ամեն ինչ անում էիր, որ մեզ հաշտեցնեիր։ Լուիզը մի քիչ նեղացկոտ էր, բայց դու ուժեղ ես։ Ու եթե ես կռիվ եմ գնացել, նաև քո հույսով եմ գնացել։ Հավատացել եմ, որ թույլ չես տա, որ որևէ մեկը նեղացնի Լուիզին։ Հիմա ես չգիտեմ այդ ոնց ա եղել, այդ ինչ ա եղել, որ չես կարողացել համոզես։ Չէ, խնդրում եմ ինձ ճիշտ հասկանաս, ես ոչ քեզ մեղադրում եմ, ոչ էլ պահանջում, բայց ես քեզ խնդրում եմ։ Մայիսի ու Ռազի թեման էլի եմ ասում, ես կիմանամ ինչ ա եղել, ոնց ա եղել, բայց եթե դու ինչ-որ տեղեկություն ունես Լուիզից, խնդրում եմ ինձ ասես, չթաքցնես։ Հա, երեխեն, դե արդեն երեխեն էլ չկա, չնայած չեմ հավատում, որ չկա, բայց խո ինքը կա, ուզում եմ տեսնեմ։ Մեկ էլ մտածում եմ կարողա թողել գնացելա, որ երեխա ունենա, թե ինքս ինձ խաբում եմ։ Միրո ջան, սա քեզ։ Վերցրու։ Համարս արդեն մեջը կա։ Մնացածից գլուխ կհանես, կամ քեզ կօգնեն։ Միրո, ես չգիտեմ ոնց նկարագրեմ իմ վիճակը, որ հիմա իմ մեջ է։ Ես շոկի մեջ եմ, բառեր չեմ գտնում ասեմ։ Ուզում եմ իմանաս, որ միայն դու չես սկսել ապրել, ես էլ, մենք էլ բոլորս։ Ու ամեն ինչ լավ է լինելու։ Ես քո հետ եմ, ախպերս։ Մայիս ինձ մի հատ տաքսի կանչի։ Ինչ տաքսի, ես քեզ կտանեմ։ Չէ, Մայիս ջան, ես մենակ պիտի գնամ։ Բարի օր։ Ես եկա։ Դու վաղը չպիտի գայիր։ Հա, բայց մտածեցի, քանի որ ես այստեղ չէի, դու հաստատ 5 օր սուրճ չես խմել։ Դե արի մի հատ թուշդ պաչա։ Ան, ինչ լավ ա եկել ես։ Իմանայի քեզ էլ սուրճ կբերեի։ Վերցրու։ Կներես ես ունեմ։ Շատ գործ ա կուտակվել, ես մտածեցի մի քանի բան տանեմ տուն նայեմ։ Եթե կուզես կօգնեմ քեզ։ Դու ոնց որ միշտ ամեն արձակուրդից հետո վախենում ես, չէ՞ օֆիս գաս։ Բայց մենք վախեցողներից չենք, չէ՞։ Ոնց կասես։ Աբուլը այսօր եկել է օֆիս։ Չգիտեմ, չեմ տեսել։ Դե եթե դու չես տեսել, ուրեմն հաստատ չի եկել։ Վրան, դու ինչ-որ բան գիտես պապայից ընկերոջ մասին, Միրոյի, այն օր մեր տուն էր եկել։ Չեմ տեսել, բայց գիտեմ, որ եկել է։ Ինչի։ Չգիտեմ, ուղղակի մեր տանը շատ տարօրինակ դիմավորեցին իրան։ Այդ ոչ ուրախություն էր, ոչ զարմանք, որ պիտի լիներ։
Չգիտեմ, մաման ու պապան մի տեսակ լարված էին։ Դու ինչ-որ բան գիտես իրենց ընկերության մասին։ Ես գիտեմ մենակ այն, որ պապան մինչև հիմա այդ ընկերության հետևանքները չի կարողանում մարզի։ Ծնվածս օրվանից լսում եմ Միրով անունը, բայց չգիտեմ ինչ ա եղել։ Դե մաման ասում է, որ հենց Միրոյի պատճառով է պապան այսօրի, բայց ու էլի պետք է անցնենք ուրիշ թեմայի։ Էլի խմում է։ Էլի հիմա ավելի շատ։ Լավ, ժամանակ չկա, աշխատենք։ Չի, կսպարնի ինձ։ Ոչինչ, տեղ ենք գնում։ Բի գժվել ես։ Չես անում։ Գժվել եմ, չգիտեի, բա իմացում ես կյանքդ կապում։ Միրո, ոյ։ Լսի տատին ինձ սպանելու է հաստատ։ Մենակ քեզ չի սպանի, մեռնել է, երեդ կմեռնենք։ Լուիզ, ես քեզ շատ եմ սիրում, տատիկիդ էլ եմ շատ սիրում։ Միրո, գիշես դու։ Գնացի գա։ Այս տանը ես ինձ օտար չեմ զգացել։ Այս տանը ես ինձ ուրիշ եմ զգացել։ Այստեղ կանգնել է ժամանակը այն նույն տեղում, որտեղ իմ կյանքը։ Մենակ իմանաս ինչքան եմ ուզում քեզ գտնեմ, Լուիզ։ Մենակ իմանաս ինչքան կարևոր է այս հանդիպումը ինձ համար, Լուիզ։ Դու իմ չապրած կյանքի հույսն ես եղել, Լուիզ։ Այն օրերին, երբ թույլ չէին տալիս քնելու խցում, ցավոտ ոտքերով այնքան էի քայլում աչքերս փակ, ցավը մեղմելու համար, բայց աչքիս առաջ դու էիր, քո պատկերն էր։ Ու երբ կարողանում էի քնել ընդամենը մի քանի ժամով, Լուիզա երազներից դարձյալ դու էիր գալիս։
երեխուն գրկած շատ տակ, այնքան տակ սենյակում որ էլ չպատմած չէի զգում գետնի սառնությունը վարդանում էի երջանիկ ինչ է որ այդ սառնությունը նորից չէր մտնում ոսկորներիս մեջ եկել եմ ուր ես ախ Լուիզ Մամ Մամ բաց մի րոպե կսպասեք Հա ասեք դուք ստեղ եք ապրում Հա ես կարող եմ մի հարց տալ լսում եմ այս տունը որ կա այս մարդ չի ապրում այդտեղ Պես տունը Ես ինձ ինչ հիշում եմ դատարկա Բայց այս տանը տատու թոռ էին ապրում Եթե չեմ սխալվում մի 26 տարի առաջ Հա Հա լսել եմ Բայց այս տան հետ կապված լավ բաներ չի տեղի ունեցել ինչքանով տեղյակ եմ Այսինքն Դե ինչ որ հղի աղջիկ այրան կախել ինքնասպան ա եղել հա ու մի քանի ամիս անց այդ աղջիկա տատն ա մահացել երևի չդիմանալով բայց ես այդ ժամանակ փոքր եմ եղել շատ բան չգիտեմ չեմ հիշի ասում եմ ինչ ինձ պատմել են մերոնք կուզեք եթե հարմարացես գնանք մեր տուն, մերոնք մի բան ավել, մի բան պակաս, հնարավոր է ավելի հստակ պատասխանեն ձեր հարցին։ Լսում եք դուք ինձ։ Կներեք լսում եք ինձ։ Ես կարողա սխալվում եմ, ես շատ բան չգիտեմ։ Մերոնք են պատմել ընդամենը Սոված չես։ Ահա որ։ Գնանք մի բան ուտենք։ Հա, բայց մի հատ զանգեմ Աբուլին, էլի կարող է միանա մեզ։ Ես էլ կգամ։ Չի պատասխանում, մի րոպե կսպասես, չէ՞։
հարսանիքի պատճառով երկուսս էլ ահավոր լարված ենք։ Մինչև այդ հարսանիքը լինի, ինձ թվում է մենք խելագարվենք։ Թե ասում էր պետք է զիզի-բիզի բաները գնենք, հանգստանանք, անցներ գնար էլի։ Համաձայն չես իմ հետ։ Դե հա, բայց իմ համաձայն լինել ինչ կարևոր է։ Քո Աբուլի հարսանիքն է։ Կարևորը ձեր սրտով լինի։ Բայց ես խորհուրդ եմ հարցնում, ինչ ես նեղվում։ Դու գիտես, որ քո կարծիքն իմ համար ավելի կարևոր է, քան ընկերուհիներիս կարծիքը։ Ինչի ես ժպտում։ Ես ասում եմ, որ անհանգիստ եմ, դու փոխանակ օգնես, ժպտում ես։ Եթե մի քիչ էլ ինձ սովված տողես, հաստատ այս ժպիտն էլ չի լինի։ Դու գիտես չէ, ես քեզ ինչքան շատ եմ սիրում։ Գիտես չէ։ Դու գիտես չէ, որ քո նման ընկեր ունենալ այդ ուղղակի երջանկությունը։ Միշտ տեղի էլի վրոմ։ Սպասի հագնեմ եմ գնանք։ Հա, խորժակը սփակվեց։ Վրոմ դե լավ էլի։ Ես չեմ հասկանում, ինչ արել ես աղջիկ, քեզ որ այդքան ատում ես։ Ինձ ոչ մի բան։ Բայ Անյուտ եկել ես։ Հա, եկել եմ, բայց արդեն գնում ենք մի բան ուտելու։ Անյուտ ուզում եք ես մի բան խնդրել։ Այս է առանց խնդրելու։ Ճիշտ ասած սպասում եք գաս աշխատանքի, բայց քանի որ եկել ես մոտս ժառանգության հայց կա, մի երկու տեղ չեմ հասկանում ոնց ձևակերպեմ, կօգնես։ Հա, բեր գնայեմ։ Շնորհակալ եմ։ Գնալով պարտքերս ավելանում են։ Ոչինչ, հետո կփոխհատուցես։ Դե գնամ բերեմ։ Ոչ մի բան։ Դեմքդ տեսել ես։ Ու ինչ ես ուզում որ անեմ։ Ուզում եմ հասկանամ ինչ ես ուրիշի գործը դու անում։ Էն էլ իրան է։ Վրամ սիրուն աղջիկա։ Չեմ հասկանում ինչի դուրդ չի գալիս։ Թե գալիս է։ Մերժել եք ես։ Ես սոված եմ։ Ու գնում եմ։ Սովածանես կգաս, չէ։ Ես սպասի գալիս է։ Հա, մի ժամը լսում ես։ Դու ինքդ էլ ասացիր, որ լավ չի լսվում։ Այն մյուսն էլ այլազգի է։ Սար, բայց դեմքդ հուշում է, որ Շատ դժվար է այս խոսակցությունից ինչ-որ բան հասկացվում։ Մենակ են, որ թեման երկուսի համար էլ ծանոթ է, դա եմ հասկանում ու մասին էլ խոսում ինչ չեմ հասկանում։ Բայց ամեն դեպքում սա։ Բայց ամեն դեպքում։ Սարա խոսա ինչ ա եղել։ Հայի մասին են խոսում, որ մտել է Հայաստան հատուկ ծրագիր իրականացնելու համար ու շուտով իրենց հետ կապի է դուրս գալու։